Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է։ Այսօրվա թեմաներն են։ Բագրատ Սրբազանը վերաքննիչ ատյանում կբողոքարկի երկամսյա կալանքի որոշումը։ Եկեղեցի իշխանություն թեժացող հակամարտության ֆոնին իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ։ Բուն սպառնալիքը թողած, զբաղված են կեղծ սպառնալիքների չեզոքացմամբ։ Մինչ Սամվել Կարապետյանը կբողոքարկեր կալանքի որոշումը, հեծի կառավարումը պետությանը փոխանցելու նախագիծը ազգային ժողով հասավ։ Վերջին 7 տարում իրավապահները հայտնել են իշխանությունը զավթելու 5 փորձի մասին։ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը պահպանվում է, Թեհրանը, Թել Ավիվն ու Վաշինգտոնը պնդում են, որ հաղթել են։ Բագրատ Սրբազանը բողոքարկելու է կալանքի որոշումը, նա չի ընդունում առաջադրված ծանր ահաբեկչության և իշխանությունը զավթելու մեղադրանքը։ Իշխանության ներկայացուցիչները վարչապետի գլխավորությամբ ընդդիմադիր հոգևորականին ահաբեկիչ են անվանում առանց դատարանի վճռի։ Գալստանյանի փաստաբանները թեև չեն հերքում, որ իրավապահների հրապարակած ձայնագրություններն իրական են, սակայն պնդում են, որ դրանք խեղաթյուրված են ներկայացվել։ Երկիր է գերազել։ Անցած տարի վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքարն առաջնորդած Բագրատ arczepiskopos Գալստանյանը 1 տարի անց հայտնվեց ճաղերից այն կողմ ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հոդվածներով։ Մեղքը չընդունող arczepiskopos-ը 3 գիշեր 2 ամսով կալանավորվեց, նրան պահում են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Բոլոր նմանատիպ գործիչներին հիմնականում տանում են այդտեղ, որովհետև այդտեղ շատ ավելի սահմանափակ է, շատ ավելի հսկողության տակ է։ Փաստաբանները կալանքի որոշումը բողոքարկելու են։ Սերգեյ Հարությունյանի փոխանցմամբ քննչականը Գալստանյանին ազատության մեջ թողնելու դեպքում ռիսկեր է տեսել դատարանում պնդել, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող arczepiskopos-ն ազատության մեջ կազդի գործով անցնող անձանց վրա կխոչընդոտի քննությանը։ Այս գործով եւս 14 ընդդիմադիր է 3 կալանավորվել։ Եվս 1 մեղադրյալ ազատության մեջ է։ Որպես այդպեսին կարող եմ ասել, չկային հիմնավոր չէին, միջնորդությունը հիմնավոր չէր եւ ենթակա էր մերժման, սակայն ի սկզբանե, երբ որ պարզ դարձավ, որ գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին, արդեն հասկանալի էր, թե ինչ որոշում է կայացվել։ Քննչական կոմիտեն 3 հայտարարեց, որ Սրբազան պայքար շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ըստ քննչականի Գալստանյանը համախոհների հետ նոյեմբերից նպատակադրվել է իշխանության հասնել սահմանադրության խախտմամբ, այդ նպատակով ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ։ Կոմիտեն նաեւ գաղտնալսումներ հրապարակեց, որտեղ ըստ իրավապահների Բագրատ Գալստանյանը քննարկում է հնարավոր սպանությունների, մեքենաներով ճանապարհներ փակելու, հոսանքն ու ինտերնետն անջատելու պլանների մասին։ Որպեսզի հերքի կամ հաստատի պետք է լսի։ Այսինքն ոնց որ Սրբազանը եթե հերքեր առանց լսելու կլներ Սրբազանը սուտ ասում կամ այսինքն միջև բովանդակության է չծանոթանա, հերքել կամ հաստատելը չի ունենա որևէ նշանակություն։ Arczepiskopos-ի փաստաբան Արամ Օրբելյանը 3 ուժ երեկոյան լրագրողների զրույցում ընդգծեց, այդ ձայնագրություններին ծանոթանալուց հետո միայն arczepiskopos-ը կարող է հստակություն մտցնել, դրանցում իր ձայնն է, մոնտաժված է, աղավաղված է բովանդակությունը, թե ոչ։ Ինչքանով է դրանք իրավաչափ արված եւ ամենակարևորը ինչքանով է կոնտեքստից կտրված, որովհետեւ մենք առնվազն ինչ որ մի էպիզոդով տեսնում ենք, որ ոնց որ մի կտորը վերաբերվում է այսօր, ոնց որ հիմա ձեզ հետ բան խոսեմ, մի հատ կտոր վաղը երեկոյան, մեկ այլ նիստում, մեկ այլ հանգամանքում այլ բան խոսեմ, այդ երկուսի մեջ էլ Սրբազան բառը օգտագործեմ, այդ երկու կտորները կպցնեն դառնա նախադասություն։ Քննչականն այսօր նաև նոր լուսանկարներ հրապարակեց խուզարկություններից։ Դրանցում հրավառ ու ծխարցակող միջոցներ են, որոնցով ըստ իրավապահների մեղադրյալները մտադիր էին վնասել փողոցում հոսանքի ու ինտերնետի լարերը։ Իշխող ուժի անդամ Գևորգ Պապոյանն ու մյուսները չսպասելով դատարանների որոշմանը պնդում են, Բագրատ Գալստանյանն ու մյուսները տերորիստներ են։ Երբ որ այդպիսի բան է պլանավորում, այդ բոլոր խմբավորումներին պետք է օրենքի ողջ խստությամբ չեզոքացնել եւ տանել նստացնել Նայիրի Հունանյանի կողքը, որովհետեւ իրանք Նայիրի Հունանյանից ոչ մի բանով չեն տարբերվում։ Երեք բոլորդ հետևել եք իրադարձություններին եւ
Երեկ իր էջում քննչականի գաղտնալսումները տարածած վարչապետը եւս դարձյալ չսպասելով դատարանի որոշմանը այսօրվա կառավարության նիստում տեղի ունեցածը որակեց որպես պետականության, Հայաստանի անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, որը կանխվել է։ Կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման։ Մինչդեռ 9 տարի առաջ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը հորդորում էր ահաբեկիչներ չներկայացնել Սասնա ծռեր զինված խմբի անդամներին, որոնք ներխուժել էին ոստիկանության պարեկապահակային գունդ, գրաված պահել տարածքը 15 օր։ Նրանց գործողությունների ընթացքում 3 ոստիկան զոհվեց։ Սասնա ծռեր խմբի անդամներին փորձ է արվում ներկայացնել որպես ուղղակի ահաբեկիչ։ Գիտեք, սա նշանակում է առնվազն չիմանալ, շփում չունենալ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ եւ քաղաքական գործունեության ընթացքում ցանկացած քաղաքական գործիչ կասի, որ գյուղ մտնես, որ քաղաք մտնես, մարդիկ եւ գալիս են շատ դժվարությամբ են լսում քաղաքական գործունեության մասին որևէ խոսակցություն եւ նրանք ասում են, ինչ եք խոսում, պետքա զենք վերցնել գան։ Այդ նշանակում է Հայաստանի Հանրապետության բնակչության մի զգալի մասը դարձել է ահաբեկիչ։ Քննչական կոմիտեն 3 որպես ահաբեկչության եւ իշխանության յուրացման իրեղեն ապացույց էր հրապարակել այսպես կոչված հեղաշրջման պլանի լուսանկարը։ Այն առաջինը հրապարակել էր իշխանական Սիվիկը, փակելով պլանի ժամկետը։ Քննչականը սակայն այն բաց ներկայացրել է, ըստ դրա գործողության ժամկետը նշված 2024 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 30-ը։ Ստացվում է, ըստ իրավապահների, ընդդիմադիրները հեղաշրջման իրենց պլանն իրագործած պետք է լինեին 1 տարի առաջ։ Քննչականից չեն հստակեցնում, երբ են հավաքվել ապացույցները, այդ թվում ձայնագրությունները, հեղաշրջման պլանը եւ եթե ամիսներ առաջ, ինչու միայն հիմա սկսեցին ձերբակալությունները։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ է քրեական վարույթ նախաձեռնվել։ Նա դեռ կարգավիճակ չունի այս գործով։ Իշխանություն եկեղեցի հակամարտությունն ավելի է թեժանում, վարչապետը չի հրաժարվում կաթողիկոսի պաշտոնանկության ծրագրից, նրա թիմակիցները կոշտացնում են բառապաշարը։ Ահաբեկչության նախապատրաստության քրեական գործի Բագրատ arczepiskopos Գալստանյանի ու նրա աջակիցների կալանավորմանը զուգահեռ իշխանություն եկեղեցի հակամարտությունն էլ ավելի է թեժանում։ Իշխանության շարքերից արդեն բաց տեքստով հայտարարում են կաթողիկոսին պետք է մեջբերեմ դուրս շպրտել վեհարանից։ Իշխող թիմին էլ ավելի է բորբոքել Մայրաթորի 3-վա հայտարարությունը։ Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով էր հրավիրել քննարկել օրվա իրադարձություններն ու սլաքներն իշխանությունների կողմը թեքելով խոր մտահոգություն հայտնել Գալստանյանի ու մյուսների նկատմամբ իրավապահների գործողությունների առնչությամբ։ Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից եւ հետ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին։ Ըստ Մայրաթորի իշխանությունները փորձում են այս գործն արհեստականորեն եկեղեցու հետ կապել ու շահարկել Մայրաթորի անունը, ինչը մեջբերեմ ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։ Մայրաթորը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին եւ հորդորում է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների պահանջներով, հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Ամենակարկառուն իշխանականներն այս հայտարարությանն արձագանքեցին կայծակնային արագությամբ։ Մայրաթորի հրապարակումը Facebook-ում հայտնվեց 21:42-ին, ուղիղ 8 րոպե անց թարմացվեց ՔՊԱ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի էջը։ Եթե մինչ այս կտրիչին պետք էր դուրս հրավիրել վեհարանից, ապա տերորիստներին աջակցող հայտարարությունից հետո պետք է դուրս շպրտել։ Մայրաթորը քո համար Ալ-Քաիդայի շտաբ բնակարան չի։ Ինչ եղանակով են դուրս շպրտելու կաթողիկոսին իրավապահների խուզարկությունները Մայրաթորել կհասնեն, ուժային գործողություններ կլինեն։ Պատգամավորը չմանրամասնեց։ Փոխարենն արդեն այսօր վարչապետ Փաշինյանը գրեց. Քրիստոնեաբար։ Այդ խմբակն իրավունք չունի խոսել Մայրաթորի անունից։ Մայրաթորը պղծած կտրիչը պետք է հեռանա վեհարանից։ Եթե ինքնակամ չհեռանա, հայաստանյա Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի։ Քրիստոնեաբար։
Վեհարանը վեհի։ Իշխանականների գրառումների հերթական ալիքից 24 ժամ էլ չանցած գլխավոր դատախազությունը տեղեկացրեց. մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ հեղաշրջում անելու կոչի համար։ Դատախազությունն այլ տեղեկություն չի տրամադրել, նաև չեն հստակեցրել, թե կոնկրետ որ հայտարարությունն են հիմք վերցրել։ Եվ ասել են պետք է ռազմական հեղաշրջում։ Եվ դրանից հետո էլ եմ ասել, պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության եւ Արցախի փրկության համար։ Շիրակի թեմի առաջնորդը հեղաշրջման մասին մեկ անգամ չէ որ խոսել է։ Այս հատվածը 2023-ին տված հարցազրույցից էր։ Այդ դեպքում իրավապահները ինչու են միայն հիմա իշխանություն եկեղեցի սրվող հակամարտությանը զուգահեռ վարույթ նախաձեռնել։ Իրավապահները չեն պարզաբանել։ Ազատության հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդն ասաց, գործից տեղյակ չէ։ Իրավապահներն իր հետ չեն կապվել։ Եթե ես եմ սպառնալիք ես երկին օրգանից ձերբակալ են, բայց հիմնական սպառնալիքը կառավարության շենքում է նստած։ Իշխանական շրջանակից նորությանն արդեն արձագանքել են։ Կտրիչ Ներսիսյանն իր ենթակաների միջոցով շարունակում է խայտառակել բոլորիս։ Նա պիտի հեռանա։ Facebook-ում գրել է ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր վերջին 7 տարում իրավապահները հաղորդում են ահաբեկչությամբ իշխանությունը զավթելու առնվազն 5 փորձի մասին ամենատարբեր սցենարներով։ Այս գործերը որպես կանոն տարիներով մնացել են նախաքննական մարմինների դարակներում։ Բացահայտվել է նախնական համաձայնությամբ խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպք։ Բացահայտվել է նախնական համաձայնությամբ խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք։ Ալբերտ Բազեյան եւ Խաչակիրներ, Հյուսիսային Տերևաթափ, Արբաթ, Սրբազան հեղաշրջում։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման անցած 7 տարիների ընթացքում իրավապահները ահաբեկչության ու իշխանազավթման առնվազն 5 փորձի բացահայտման մասին են հայտարարել։ Հնչեղություն ստացած այս գործերով դատարանի որոշում առայժմ չկա։ Ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, պայմանավորվածություններ են ձեռք բերել կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը 2023-ի սեպտեմբերին ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, թե իշխանությունը յուրացնելու դեպք են բացահայտել։ Ավելի ուշ պարզվեց, որ հանրությանն անհայտ Խաչակիրներ ռազմահայրենասիրական կազմակերպության 7 անդամներից բացի մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին վարչապետ Փաշինյանի ֆիզիկական ոչնչացումը պլանավորելու համար։ Բազեյանը սակայն մեղքը չէր ընդունել, պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Չնայած ներկայացված ծանր մեղադրանքին, կես տարի անց Բազեյանը բանտից ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանք։ Այս գործն ուղարկվել է դատարան։ 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն եւ այլ հանրավտանգ արարք։ 2 ամիս անց արդեն 2023-ի նոյեմբերին ՆԱԱԾ-ն հաղորդեց եւս մեկ ահաբեկչության նախապատրաստման բացահայտման մասին, տարածելով ինչ-որ գաղտնի ձայնագրություններ։ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել էր, թե ահաբեկչական այդ գործողությունն ունեցել է Հյուսիսային Տերևաթափ անվանումը, ընդ որում Տերևաթափի հակիրճ ծրագիրը ԱԱԾ-ն հայտնաբերել էր խմբի անդամներից մեկի Բաճկոնի գրպանում։ Բաճկոնի տերը սակայն հարցաքննության ժամանակ պնդել էր իր գրպանի պարունակությունից տեղյակ չէ։ Մինչդեռ իրավապահները պնդում էին, թե խմբի անդամները պետք է զավթեին պետական նշանակության եւ այլ շինություններ, սպանելով քաղաքացիական անձի։ Թե ով էր այդ անձը, ԱԱԾ-ն չէր մանրամասնել։ Գործն ուղարկելով դատարան իրավապահներն այդպես էլ չհստակեցրեցին, արդյոք Տերևաթափը հյուսիսային որակելով կազմակերպիչները նկատի են ունեցել Ռուսաստանը։ Ամեն դեպքում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը այն ժամանակ շտապեց այս գործը որակել հեղաշրջման հերթական փորձ, ընդգծելով. Հյուսիսային քամին այլևս անզոր է Հայաստանում Տերևաթափ անելու համար, քանզի Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է։ Հանցավոր խմբի անդամները հավաքագրված անձանց տեղակայել են Արբաթ անվանումով ռազմաբազայում։ Հյուսիսային Տերևաթափի վերաբերյալ բազմաթիվ հարցեր անպատասխան թողնելով իրավապահները 2024-ի սեպտեմբերին հաղորդեցին իշխանության յուրացման նախապատրաստման նոր գործի բացահայտման մասին, մեղադրանք առաջադրելով 7 քաղաքացու։ Այս անգամ էլ սլաքները ուղղվեցին դեպի հյուսիս, տվյալ դեպքում Արբաթ ռազմաբազա։ Քննչական կոմիտեն հաղորդել էր, թե մեղադրյալները 2024-ի ընթացքում հավաքագրել են Հայաստանի ու Արցախի մի շարք բնակիչների եւ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220,000 ռուսական ռուբլի վճարի դիմաց նրանց փոխադրել Ռուսաստան, տեղակայել Արբաթ անվանումով ռազմաբազայում
եւ այնտեղ նրանց հետ անցկացրել մարդ վարելու պարապմունքներ։ Նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է, հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը մաքրելու եւ փրկելու կոչեր։ Չնայած այս գործով դատարանի որոշման բացակայությանը իշխանությունը շտապեց այն համատել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ, որի հետևանքով սպանվեցին գործադիր ու օրենսդիր իշխանության ղեկավարները։ Տունը շփոթել են, փոխարեն մեր տան բակը գցել են ուրիշ տեղ։ 2024 թվականի մարտին իրավապահները հայտնեցին կազմակերպված ահաբեկչության միանգամից 2 դեպքի բացահայտման մասին։ Քննչական կոմիտեն հաղորդել էր, թե ահաբեկչական գործողություններն ուղղված են եղել իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության նրա անդամների, այդ թվում խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի եւ Գուրգեն Արսենյանի դեմ, իսկ կազմակերպիչները ունեցել են հակաիշխանական հայացքներ։ Պաշտպանության հանձնաժողովի իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը դեռ այն ժամանակ Ազատության հետ զրույցում պնդել էր, թե այս ամենի ետևում ռուսամետ ուժերն են կանգնած, իսկ իրեն թիրախավորել են այն պատճառով, որ հաճախ է հակառուսական հայտարարություններ անում։ Երևի այդ հակառուսական հայտարարությունների հետ կապնված լինի, հիմնականում, որ ասենք իշխանափոխությունը լինի, միանգամից ասենք այդ իշխանափոխությունից հետո արդեն կքանեն մարդիկ, որ ռուսամետ են։ Ահաբեկչության եւ իշխանության յուրացման 5-րդ փորձի բացահայտման մասին իրավապահները հաղորդեցին արդեն 3։ Այս անգամ կալանավորվեց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ու 1 տասնյակից ավելի անձինք։ Քննչական կոմիտեն հաղորդեց, թե Բագրատ Սրբազանը ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ։ Թեև Սրբազան շարժման առաջնորդն ու նրա աջակիցները չեն ընդունում ներկայացված մեղադրանքները, քննչական կոմիտեն տարածեց նաեւ մի շարք ձայնագրություններ, դրանք վերագրելով Բագրատ Սրբազանին։ Այդ ձայնագրություններում խոսվում է հնարավոր սպանությունների, մեքենաներով ճանապարհներ փակելու, հոսանքն ու ինտերնետը անջատելու պլանների մասին։ Այս մի գործն էլ իշխանությունը դարձյալ համեմատեց հոկտեմբերի 27-ի հետ։ Դա տերորիստական ակտի նախապատրաստում էր եւ որևիցե ձևով մենք չենք կարող տարբերություն դնել հոկտեմբերի 27-ի հետ։ Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու մի դեպք էր։ Ինչու են Փաշինյանի իշխանության տարիներին ինչ-որ խմբեր ըստ իրավապահների անդադար իշխանության դեմ ահաբեկչություն ծրագրում եւ իշխանազավթում փորձում իրականացնել։ Հատկապես, որ ինչպես հանրայինի եթերում պնդեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նման դեպքեր էլի են լինելու։ Ես վստահ եմ, որ էլի սենց փորձեր են լինելու։ Մենք տեսել ենք նման շոուներ, հետո ինչա պարզվելա կեսը հեքիաթ է։ Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը շուրջ 2 տարի զբաղեցրած Էդմոն Մարուկյանը վերլուծելով հեղաշրջման հերթական փորձի բացահայտումը նախ նշում է, որ ըստ քննչական կոմիտեի հրապարակած փաստաթղթի ծրագրված հեղաշրջումը պետք է 1 տարի առաջ իրականացվեր, այսինքն 2024-ին։ Եվ եթե ըստ ընդդիմադիր գործչի Բագրատ Սրբազանին վերագրվող ձայնագրություններն ու փաստաթղթերը իրական են, ապա ստացվում է, որ այդ հին պլանը իշխանությունը պահել է ու ջրի երես է հանել միայն այն ժամանակ, երբ տեսել է, որ գործերը վատ են։ Եվ պատկերացրեք 1 տարի առաջվա պատմություն, հիմա հրապարակված թուղթ, որտեղ մտցնում են Սամվել Կարապետյանի անունը, որ իրան էլ կապեն այս թեմայի հետ։ Ինչի, որտեղ գիտեն, որ այն մեկի գործը, այն մյուսը Սամվել Կարապետյանինը, տոտալ ապօրինյա, ոնց անեն, որ դրա տակից դուրս գան։ Ժողովրդի այս բարձր ձևավորված դժգոհությունը փշրեն, ցրեն, դա այս ճանապարհով բոլորին կապել իրար եւ խառնել իրար, այսինքն այն պլանը, որ հրապարակվել է հիմա, գցում են բոլորի ջեբը։ Էդմոն Մարուկյանի համոզմամբ, եթե իշխանությունը ճիշտ է եւ իր դեմ պարբերաբար հեղաշրջում են ուզում անել, ուրեմն 2018-ին խոստացված քաղաքական համակարգի առողջացումը ոչ միայն ձախողել են, այլև ավելի են կործանել։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են մեր Telegram-ի ալիքում, իսկ այս թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Մինչ Սամվել Կարապետյանը կբողոքարկեր կալանքի որոշումը, հեծի կառավարումը պետությանը փոխանցելու նախագիծը ազգային ժողով հասավ։ Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարը պահպանվում է, Թեհրանը, Թել Ավիվն ու Վաշինգտոնը պնդում են, որ հաղթել են։ Սամվել Կարապետյանը մեկ շաբաթ է բանտում է գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարություններ է անում քննադատելով իշխանություններին։ Ռուսաստանցի միլիարդատերը կարծես քաղաքական հայտ է ներկայացնում, պարբերաբար կրկնելով, որ պայքարելու է, փոխելու է։
Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում փակված Սամվել Կարապետյանի հերթական նամակն է հրապարակվել։ Տաշիր գրուպի սեփականատերը շարունակում է վերլուծել Փաշինյանի քաղաքականության հետևանքները։ Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը եւ սասանում է մեր երկրի ներքին ամրությունը, գրել է կալանավորված գործարարը։ Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ, մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը եւ անում իր գործը։ Սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ են, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա էին սավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը։ Պայքարելու ենք։ Արդեն 7 տարի է Սամվել Կարապետյանի նման շատերը ասում են շատ քիչ է մնացել։ Իշխող թիմի падգամավոր Հրաչյա Հակոբյանին չեն անհանգստացնում կալանավորված գործարարի այս մտքերը։ Իրենց իշխանության վերջի մասին շատ կանխատեսումներ է լսել, որ չեն իրականացել։ Արդեն 7 տարի է մենք լսում ենք, որ ասում են քիչ մնաց, բան չմնաց, հեսա ամեն ինչ փոխվում է։ 7-րդ օրն է միլիարդատերը ազատազրկված է ու ակտիվ քաղաքական ուղերձներ է հրապարակում բանտից, որ ավարտվում են պայքարելու ենք կոչով։ Արդյոք սա քաղաքական հայտ է Փաշինյանի կառավարությունից դժգոհ զանգվածին համախմբելու քայլ։ Ինչ են մտածում իշխող թիմում։ Ախր Սամվել Կարապետյանը քաղաքական գործոն չի, որ մենք հիմա փորձենք վերլուծել նա ուժեղ մրցակից է թե ոչ։ Նա ինչպես հասկացանք, իր հայտարարությունից քաղաքական գործունեություն չի ծավալում, չի ուզում ծավալի իր ձևերով, եթե քաղաքական դաշտում քաղաքական գործիչները հարցը չկարողանան լուծեն, իրանք իրանց ձևերով են լուծելու։ Իշխող խմբակցության падգամավորը նկատի ունի Սամվել Կարապետյանի այս ձևակերպումը, որ եկեղեցին պաշտպանում էր Փաշինյանի արշավից ու դրա համար էլ կալանավորվեց։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Հրաչ Հակոբյանի մեկնաբանմամբ Ռուսաստանաբնակ գործարարի մոտեցումը քաղաքական չէ, այլ բնույթի է, որի մասին տեսանյութում նշել է ու դեռ պետք է պատասխան տա։ Մտահոգություն չունեն, որ կալանքն ու այս քրեական աղմուկը կբարձրացնեն գործարարի վարկանիշն ու նա կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի մրցակիցը։ Ընդդիմադիր դաշտը համախմբվի Սամվել Կարապետյանի շուրջ։ Նախ ասեմ, որ ոչ, որովհետև ելի եմ կրկնում։ Մարդ, ով ապրել, աշխատել է Ռուսաստանում, եկել է Հայաստան եւ ցանկանում է միջամտել իր ձևերով Հայաստանի ներքին կյանքին, քաղաքական կյանքին։ Դուք պատկերացնում եք մեր հայրենակիցները ինչպես պետք է նրան հետևեն, նրա կողքին կանգնեն։ Տաշիր ընկերությունների սեփականատերը նախորդ ուղերձներում էլ անդրադարձել էր հայաստանյան արդարադատությանը։ Ստեղծել են փաստաբանների խումբ, որ անվճար աջակցեն մարդկանց, որոնք ապօրինի ու անարդար որոշումների զոհ են։ Արդարության մասին Փաշինյանի թիմակիցն այլ պատկերացում ունի։ Արդարությունը վերականգնվում է այն ժամանակ, երբ որ նման հայտարարություն անողները պետք է պատասխանեն մի քանի հարցի, թե ինչ է նշանակում մենք մեր ձևերով։ Իշխանամերձ վերլուծաբանները Ռուսաստանաբնակ գործարարին համարում են Կրեմլի պրոյեկտ, որ նրա միջոցով Հայաստանում փորձում են իշխանափոխություն անել։ Իսկ իշխանական падգամավորը Սամվել Կարապետյանին համարում է ռուսական պրոյեկտ։ Ես չեմ կարող նման պնդում անել ամենայն դեպս։ Երկրի համար սրտացավ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ։ Իր վերջին նամակում նշել է ազատազրկված միլիարդատերը։ Երեկվա զարգացումների Բագրատ arczepiskopos Գալստանյանի ու նրա աջակիցների ձերբակալությունների մասին ուղիղ ոչինչ չկա նամակում։ Վարչապետի հայտարարություններին էլ չի անդրադարձել։ Նիկոլ Փաշինյանը հեղաշրջման պլանի վերաբերյալ մեկնաբանություններում պնդում է, թե դա պետք է իրականացվեր կաթողիկոսի օրհնությամբ ու Սամվել Կարապետյանի աջակցությամբ։ Ինչ փաստերի հիման վրա են Նիկոլ Փաշինյանի պնդումները, կան ապացույցներ, որ դեռ չեն հրապարակվել։ Վարչապետի մամուլի խոսնակն ասաց, Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին ավելացնելու բան չունի։ Մինչ իրավապահները կհասնեին Սամվել Կարապետյանի տուն, վարչապետը հայտարարեց նրան պատկանող էլեկտրական ցանցերը պետք է ազգայնացվեն։ Մեկ շաբաթ անց միլիարդատերը կալանքի տակ է, իսկ խորհրդարանում արդեն շրջանառվում է հեծի փոխանցման նախագիծը։ Ընդդիմադիրները սա ունեցվածքի խլում են որակում, դեռ հստակ չէ արդյոք Սամվել Կարապետյանը կստանա փոխհատուցում։ Ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով կառավարությունը փաստացի մտադիր է վերցնել հեծի կառավարումն իր ձեռքը։ Գործադիրի այսօրվա նիստում վարչապետը հայտարարեց, գործընթացը մի փուլով չի լինելու։ Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էներգետիկ էլեկտրական ցանցեր
ՓԲ կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ եւ արդյունավետ իրականացնենք։ Իհարկե հարցը քաղաքական մակարդակով մենք քննարկել ենք։ Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից եւ նրա ձերբակալությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեծը պետականացնելու են։ Խորհրդարանում իշխող խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել էներգետիկայի մասին եւ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքներում։ Դրանց ընդունման դեպքում ըստ վարչապետի հեծի կառավարումը կանցնի գործադիր։ Արտահերտ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն եւ շատ արագ ես կարծում եմ, որ այդ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, կառավարությունը կստանձնի Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարումը եւ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով են գնում։ Գործող կարգավորումներով լիցենզավորված ընկերության նկատմամբ վարույթ հարուցվելու կամ լիցենզիայի գործունեությունը դադարեցնելու դեպքում փաստացի չեն նախատեսվում երաշխիքները, որոնք կապահովեն նման դեպքերում կրիտիկական ենթակառուցվածքների բնականon եւ անխափան գործունեության շարունակականությունը։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը, լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև սահմանել կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարգն ու առանձնահատկությունները։ Օրենսդրական փոփոխությունների ընդունման դեպքում ինչ նոր լծակներ կստանա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը բացատրեց. Երբ որ կառավարության կողմից իդեմս տկենի կստանանք գրություն, որտեղ որ կփաստարկվի, որ ենթադրենք Հայաստանի էլեկտրական ցանցերը այս կետերով իրենց առաջ լիցենզիայով տրված պարտականությունները չեն կատարել կամ վատ են կատարել կամ չեն ապահովել որակի ցուցանիշները, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության եւ անվտանգության ցուցանիշները, դրա հիման վրա մենք անմիջապես պետք է վարույթ հարուցենք եւ սկսենք այդ գործը ուսումնասիրել, հասկանալու համար այդ գրվածը բանա իրականությանը որքանով է համապատասխանում։ Հանրային ծառայությունների ոլորտում հնարավոր իրավախախտման վերաբերյալ բողոքները ըստ գործող կարգի քննվում են 30-օրյա ժամկետում։ Իշխանության նախաձեռնած փոփոխություններով առաջարկվում է կառավարության իրավասու գերատեսչության դիմումի հիման վրա ոչ ուշ, քան հաղորդումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում հարուցել վարչական վարույթ։ Իսկ եթե պարզվի, որ համապատասխանում է լիազոր մարմնի այդ հաղորդումը իրականությանը, ձեր գործառույթները լիցենզիայից զրկման Հայաստանի էլեկտրական ցանցերի։ Բայց դուք հիմա չունեք այդ լիազորությունը օրենքով։ Մենք օրենքով չունենք այդ լիազորությունը այն արագությամբ եւ այն ձևով, որ բանը էլի պետքա ոչմ այդ հարցը կարգավորվի։ Իսկ լիցենզիայի գործունեությունը դադարեցվելու դեպքում սպառողների անխափան մատակարարումը ապահովելու նպատակով հանձնաժողովը մինչև գործունեության նոր լիցենզիա տալը իրավունք ունի համապատասխան որոշմամբ լիցենզիայից զրկված ընկերության գործունեության իրականացումը պատվիրակել ժամանակավոր կառավարչին։ Նիկոլ Փաշինյանը այսօր նաև հայտարարեց, թե հեծի, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում ռազմավարական նպատակ ունեն, որ քաղաքացիներն իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել։ Արդյոք այս փակ բաժնետիրական ընկերությունները բաց բաժնետիրական ընկերություններ դարձնելու մասին ներակնարկում վարչապետը չհստակեցրեց։ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահին կրկին ներկայացրել է ճանապարհների ապաշրջափակման Հայաստանի մոտեցումը խաղաղության խաչմերուկը, որը բացառում է Ադրբեջանին միջանցք տալը։ Արդյոք Թուրքիայում կա ըմբռնում մի երկիր, որ պարբերաբար միանում է միջանցքի Բաքվի պահանջին։ Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ կոմունիկացիաները պիտի անցնեն Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո որևէ կերպ փոփոխման չի ենթարկվել, չնայած այն բոլոր շարժումներին, որ այցից առաջ եւ այցից հետո մամուլում տեղ են գտել։ Արդյոք թուրքական կողմի համար ընդունելի են 4 հայտնի սկզբունքներ
արդյունքներով ապաշրջափակման Հայաստանի մոտեցումը։ Կարծում եմ երկու կողմերի համար, թե Հայաստանի եւ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը այդ թվում երկաթուղու այլ հաղորդակցության ուղիների վերաբերյալ բավականին մեծ կարևորություն ունի։ Գիտեք, գաղտնիք չէ, Թուրքիան ձգտում է դեպի կենտրոնական Ասիայի իր կապուղիները ավելի բարելավել Հայաստանի համար, որպես դեպի ելք ծով չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ եւ վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3 կամ եթե ոչ կուզեք ասել 3.5 սահմանները փակ էին կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Խաղաղության խաչմերուկ հայեցակարգը բնականաբար ներկայացվեց, ըստ էության կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Թուրքիան ողջունեց, ընդունելի է Թուրքիայի համար տրանսպորտային ապաշրջափակման մոդելը խաղաղության խաչմերուկ։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում մեր Թուրքիայի գործընկերների կողմից։ Միջազգային լրահոսից Իրանի եւ Իսրայելի միջև երրորդ օրն է կրակը դադարել է, կողմերը հիմա հաշվում են միմյանց պատճառած վնասները։ Արդյոք Թեհրանի միջուկային պաշարներն ամբողջությամբ ոչնչացվել են, եթե Իրանը հաղթանակ է տոնում։ Եթե Իրանը հարձակման ենթարկվի, ապա կպատասխանի նույն կերպ հայտարարել է երկրի գերագույն առաջնորդը տեսաուղերձում, որն առաջինն է Իսրայելի հետ ձեռք բերված հրադադարից հետո։ Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, որ Միացյալ Նահանգներն իրանական միջուկային օբյեկտներին հարվածելով շատ բանի չհասավ։ Թրամփին պարզապես հարկավոր էր ուժ ցուցադրել։ Խամենեին, որն ըստ հաղորդումների պատերազմի ողջ ընթացքում եղել է բունկերում, շեշտել է, ծանր գին կվճարեն նաև իրանցիները, որոնք բողոքի դուրս կգան իշխանության դեմ։ Իսկ մինչ այդ նա իրանցիներին շնորհավորել է թե Իսրայելի, թե մեջբերում եմ ամերիկյան ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի համար։ Ըստ նրա, ԱՄՆ-ն պատերազմի մեջ մտավ, քանզի զգաց, որ հակառակ դեպքում Իսրայելը լիովին կոչնչացվի։ Սակայն այս պատերազմից Միացյալ Նահանգները ոչինչ չշահեց։ در اون قضیه بزرگنمایی کرده بودن، در این قضیه سعی کردن کوچک‌نمایی کنن. Իսլամական Հանրապետությունը ծանր ապտակ հասցրեց Ամերիկային։ Այն հարձակվեց տարածաշրջանում Ամերիկայի կարևորագույն բազաներից մեկի՝ Ալ-Ուդեյդի ավիաբազայի վրա եւ վնաս հասցրեց։ Սա իրադարձություն է, որը կարող է կրկնվել ապագայում։ Եթե ագրեսիա տեղի ունենա, ապա թե թշնամու, թե ցուցարարի համար գինը անշուշտ բարձր կլինի։ دشمن هزینه متعرض قطعاً بالایی خواهد بود. Խամենեին նաև նշել է, որ Իրանի թշնամիները երկրի միջուկային եւ հրթիռային ծրագիրը որպես պատրվակ օգտագործելով իրականում ձգտում են հասնել նրան, որ Իրանը հանձնվի, ինչը ըստ նրա երբեք տեղի չի ունենա։ Երեկ էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Մոհամմադ Պակբուրն էր ասել, որ իրենց մարտիկներն ամեն պահի պատրաստ են հակահարված տալու, եթե դրա կարիքը լինի։ Եթե թշնամին սխալ թույլ տա, նրան վճռական եւ հզոր պատասխան կտանք, ճիշտ այնպես, ինչպես վերջին 12 օրերին։ Երբ խոսքը վերաբերում է այս երկրի պաշտպանությանը, մենք մեկ վայրկյան անգամ չենք տատանվում։ ԱՄՆ պաշտպանության նախարարը անդրադառնալով Խամենեի հայտարարություններին ասել է, որ իր դեմքը փրկելու համար Իրանը շատ բաներ ստիպված կլինի հայտարարել։ Փիթ Հեքսեթը նաև ասել է, թե չկա որևէ հետախուզական տվյալ, որ Իրանը ամերիկյան հարվածներից առաջ Ֆորդոյի միջուկային օբյեկտից բարձր հարստացված ուրանն այլ վայր է տեղափոխել։ Նույնը սոցցանցում պնդել է ԱՄՆ նախագահը։ Իրանի խորհրդարանը երեկ քվեարկել էր ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու օգտին, պատճառաբանելով, թե գործակալությունը չի դատապարտել Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարձակումներն Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Ռուսաստանի արտգործնախարարն այսօր ասել է, որ Մոսկվան կցանկանար, որ Թեհրանը շարունակի համագործակցությունը գործակալության հետ։ Ի վերջո այս որոշումը ընդհանրապես առաջարկություն է գործադիր իշխանությանը։ Մենք շահագրգռված ենք, որ Իրանը շարունակի համագործակցել ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։ Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ջոն Ռադքլիֆը հայտարարել էր, որ ըստ նոր հավաստի տվյալների Իրանի միջուկային ծրագիրը լրջորեն վնասվել է եւ վերականգնման համար տարիներ կպահանջվեն։ Ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունը հետևում է լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք հղումանելով Պենտագոնի արտահոսած նախնական զեկույցին գրեցին, որ Իրանի միջուկային 3 օբյեկտներին ԱՄՆ զինուժի հարվածները ամբողջությամբ չեն ոչնչացրել միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները։ Դրանից հետո ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հավաստիացնում են, որ դրանք ամբողջությամբ ոչնչացվել են։ Ըստ Ջոն Ռադքլիֆի նոր տվյալները ձեռք են բերվել հուսալի ու փորձված մեթոդով։ Խոսքը պատմականորեն հուսալի եւ ճշգրիտ աղբյուրներից եւ մեթոդով ստացված հետախուզական նոր տվյալների մասին է, որոնք ցույց են տալիս, որ Իրանի միջուկային մի քանի կարևոր օբյեկտներ ոչնչացվել են եւ դրանց վերականգնման համար տարիներ կպահանջվեն։
ԱՄՆ նախագահը, ում միջնորդությամբ դադարեցվեց Իրանի ու Իսրայելի միջև 12 օր տևած պատերազմը, 3 ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ասել է, թե չի կարծում, որ Իրանը կշարունակի իր միջուկային ծրագիրը։ Դոնալդ Թրամփը սակայն չի բացառել, որ Իրանն ու Իսրայելը կարող են կրկին հարվածել միմյանց։ Նրանք երկուսն էլ հոգնած են, ուժասպառ, նրանք շատ ուժեղ եւ շատ դաժան պայքար են մղել, շատ բռնի, իսկ հնարավոր է, որ դա նորից սկսվի։ Կարծում եմ մի օր կարող է, հնարավոր է շուտով սկսվի։ Reuters-ը վկայակոչելով իրանցի պաշտոնյաների ու ակտիվիստների գրում է, որ հրադադարից հետո Իրանի իշխանություններն այժմ սկսել են միջոցներ ձեռնարկել երկրում ներքին անվտանգությունն ապահովելու համար, ինչը ուղեկցվում է զանգվածային ձերբակալություններով, մահապատիժներով եւ զորք ուղարկելով երկրի արևմտյան քրդերով բնակեցված անհանգիստ շրջաններ։ Իրանցի իրավաբան եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին Reuters-ին տված հարցազրույցում ասում է, որ այս պատերազմը ցույց տվեց, թե որքան թույլ է Իրանի վարչակարգը։ Ըստ նրա, այն փորձում է թաքցնել իր թուլությունը, ճնշելով ժողովրդին, եւ որքան թույլ է արտաքին ճակատում, այնքան ավելի բռնի է դառնում երկրի ներսում։ Հենց երկրի ներսից էլ տեղի կունենա իշխանափոխությունը, ասում է Էբադին։ Նա Իսրայել và na Ամերիկա Ոչ Իսրայելը, ոչ էլ Միացյալ Նահանգները չեն հայտարարել, որ ցանկանում են փոխել ռեժիմը։ Ընդհանուր առմամբ Իրանի ժողովուրդը դա չի ընդունի։ Իրանի ռեժիմը կընկնի ժողովրդական հեղափոխության միջոցով եւ այդ օրը մոտ է։ Իրան این مسئله رو قبول نمی‌کنه Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի պաշտոնակից Մազուդ Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը Իրան-Իսրայել հակամարտության վերաբերյալ, խորը մտահոգություն հայտնելով տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրացման կապակցությամբ, ընդգծվել է, որ խաղաղությունն ու անդորրը կարևոր պայման են տարածաշրջանում։ Ալիևը Փեզեշքյանին հրավիրել է տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Ադրբեջանում հուլիսի սկզբին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես հաստատել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցով միջազգային նոր դատարան ստեղծելու ծրագիրը, որը կգործի Կիևի եւ Եվրոպայի խորհրդի միջև համաձայնագրով։ Անհրաժեշտ է քաղաքական եւ իրավական ուժեղ համագործակցություն, ապահովելու համար, որ պատերազմի բոլոր ռուս հանցագործները, այդ թվում Պուտինը, կանգնեն արդարադատության առջև։ Եվ կարևոր է հիշել, որ նախորդ պատերազմներից հետո Եվրոպայում ձեռք բերված հաջողությունները նույնպես արդարության հանդեպ Եվրոպայի հանձնառության արդյունք են։ Չարիքը պատժելի դարձնելու համար ոչ միայն ուժ, այլ նաեւ օրենք, դատարաններ ու մեղքի ապացուցվածության վրա հիմնված դատավճիռներ են պետք։ Դուք սահմանել եք չափանիշներ եվրոպական մայրցամաքի բոլոր ժողովրդավարական պետությունների համար։ Շնորհակալ եմ դրա համար։ Ռուսաստանը շտապել է հայտարարել, որ անտեսելու է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցով նոր հատուկ դատարանի որոշումները։ Այսքանը լրատվական կենտրոնում օրվա լուրերը կարդալու համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում, այցելեք մեր կայքը azatutun.am, կհանդիպենք։